Դուրս եկա, ամեն անգամ ես փայտիկը մոռանում էի վերցնել։ Այսինքն ինչքան հարմար է, չէ՞, շատ լավ ասենց։ Ասեցի դուրս գամ մի քիչ քայլեմ։ Եվ դուրս գան քայլենք միասին։ Գեղեցիկ է, չէ՞, Սարահետը։ Я так люблю։ Գիտեք, որ եղանակը շոկ է լինում, ասեմ։ Իրոք անգամ եղել ասենք որ երիտասարդ ենք եղել արևին, դուրս ենք եկել, ասենց այն որ ասֆալտը գետնի տակը, ոտներներից տակը հալվում է, ծիծաղացել ենք, բայց երիտասարդ էինք։ Հիմա ոչ չենք կարող։ Այդ ժամանակվա արևը տենց չէր խփում, երեխեք։ Պատկերացեք մենք ուրեմն մի պատմություն պատմեմ, այդ արևը ասեցի հիշեցի։ Մեր հավաքներից համար առաջին հավաքը լինում էր Մարտունիում, որովհետև Սևանը, այդ Սևանա լիճը մեր համար շատ կարևոր էր, վազում էինք ավազի վրա, առավոտները, հետո մտնում էինք այդ սառը ջուրը առավոտյան ժամը 8-ին, բոլորը մտնում էին հեշտամ, ես գալիս էի ու փախնում էի, Չոլախյանը գոռում էր Հակոբյան, հետ դառ նորից մտի։ Ոբշեմ երեխեք ջան, մինչև մտնում էի ջուրը, ոտներս չէին կզգում, այդպես ցուրտ էր։ Ուրեմն Մարտունիում ես շատ եմ սիրել Զագար, այսինքն արևահարվել, ավելի գեղեցիկ է մարմինը, մանավանդ որ սեպտեմբերին սկսում էր չեմպիոնատը, որ Զագար ես ընդունում, ոտքերդ ավելի է ձգվում, չնայած այնքան ձիգեր, որ դրանից այնքան պետք էլ չէր ձգվել, բայց ինչ եմ ուզում ձեզ ասեմ, արգելված էր Զագար ընդունելը շատ վիխադնոյ օրերը, հանգստի օրերը, դա մեր 5 շաբթի էր եւ կիրակի։ Գնում էինք, ասենք, այդ Սևան, պլաժում, այնքան էին գալիս էին են վերևը սաղ նայում էին, կանգնում նայում էին, որ հատիս բասկետբոլիստուհիները Զագար էին ընդունում, պատկերացրեք գեղեցիկ աղջիկներ։ Եվ մեծամասնությունը մեծ ազգի ներկայացուցիչներ։ Երիտասարդ էինք, ինչքան կլինի այդ ժամանակ։ Երևի սուտ չասեմ 22 տարեկան, 21-22։ Ուրեմն գալիս ենք տուն, բոլորս պետք է արդեն առավոտյան պարապմունք, վազք ժամը 7-ից 8-ը, 10:30 երկրորդ պարապմունքը, դահլիճում։ Բայց Մարտունիում լավ դահլիճ կար, եթե Չոլախյանը համաձայնվել էր, դուք պատկերացնում եք, եւ պիտի գայինք անպայման հանգստանայինք, քնեինք, հանգստանայինք, մինչև ժամը 4:30, հետո նոր 4:30 արդեն երրորդ պարապմունքն էր։ Այդ ընթացքում, որ բոլորը պիտի հանգստանային, ես ու իմ ընկերուհիս ինչ էինք անում, բալկոններ էին սենց հյուրանոցի, աջալները փռում էին գետնին, ու նենց էր, որ արևը խփում էր բալկոնում, ու պարկում էինք դաժե այդ մի ժամուկեսը Զագար էինք ընդունում։ Չգիտեմ, թե ոնց, ով, ինչ, դե միշտ էլ եղել են, չէ՞, մատնիքներ, մեկն ասել էր, որ Անահիտը պարկում է դուրսը Զագար ընդունում։ Վերջը մեկ էլ ուրեմն պարկել եմ ինձանից գո կամաց, sense կամաց։ Դե արդեն պատկերացեք Անահիտ ինչ անանչելով, ուզեք ուզ, sense չոք գալիս ենք ու պարկում ենք այդ աջալի վրա, որ չտեսներ էլի, ոչ մեկ մեզ չտեսնեին։ Եկել տեսնեմ ներքևից գոռում է Չոլախյանը։ Հակոբյան, sense հետ գնացի, եկա sense գլուխս ասի, հա ընկեր Ռաֆիկ քնացենք, ասես քնացեր, գիտես թե չգիտեր թե ինչ ես անում։ Վերջը լավ ջղայնացավ վրես, բայց այդքան շատ չէր ջղայնությունը, ինչքան այդ մարոժնի ուտելը, պաղպաղակ ուտելը Մոսկվայում -25 աստիճանի տակ։ Դա վերջն էր։ Պատկերացնում եք երեխեք, ինչքան հիշողություններ կան։ Երբեմն ասում են դիսցիպլինա։ Դիսցիպլինան հենց տեղից է գալիս։ Գիտեք, ուզում եմ մի պատմություն պատմեմ իմ անցած կյանքից։ Այն ժամանակ, որ մենք բարձրագույն խմբում խաղում էինք, շատերը կասեն, ինչ էիք խաղում, բասկետբոլիստ եմ ես եղել, հատիս բասկետբոլի ամենաուժեղ թիմերից մեկում։ Մի քիչ բնավորությամբ չարաճճի էի, այսինքն արկածային, այն ինչ արգելված էր։ Քանի որ արգելված էր, որ դու քաղցր չուտես, մենք պետք է ռեստորանում ուտեինք եւ ամեն ինչը լիներ կարգ ու կանոնով, ձեր Անահիտը չկան, տեսա, որ բոլոր արդեն հանգստանում են, այդ օրը խաղ չկար, այդ օրը պարապմունք էր, հաջորդ օրը պետք է խաղայինք Մոսկվայի թիմի դեմ։
Իջա վազելով եւ գնացի պաղպաղակ։ Տեսա երկու հատ բաբուշկա պաղպաղակ էին վաճառում։ Պաղպաղակը գնեցի եւ չսպասեցի բարձրանամ սենյակում ուտելով իմ համար հանգիստ կողքերս նայելով, հոպ, մեկը դրեց ձեռքը ուսիս ու ասեց Հակոբյան, «Էս ինչ ես անում»։ Նայեցի ու լալկվեցի։ Ասեց ամենչապես ժողովին բավականին շատ վիրավորական խոսքեր, չխայնացած եւ այլն եւ աշխատավարձի տուգանք աշխատավարձի կեսը եւ հաջորդ առավոտյան ինքը ինձ ժամը 7-ին արթնացնում է դուրս գաս վազես այս -25 աստիճանի տակ ուզում էիր պաղպաղակ ուտել, դե հիմա այդ են սպորտային շոուերով է կվազես։ Եվ ես այդ օրը խռովեցի եւ շատ սխալ բան արեցի, բայց խռովեցի եւ թիմը տուժվեց եւ մենք պարտվեցինք, քանի որ ես 25 միավոր եմ ամեն խաղին բերե 26-25 նայած։ Ճիշտ ասած ինքը զգաց, որ ինքը մի քիչ շատ չխայնացավ ին վրա եւ հաջորդ օրը եկավ, ասեց ժողովի ժամանակ, ասեց «Сегодня я ничего не хочу сказать, сегодня Анаит Акопян поет, а другие остальные танцуют»։ Եվ որոշ մարդկանց դուրը չեկավ, որովհետև սպասում էին, որ պիտի ին վրա նորից չխայնանար։ Եվ մենք մտանք դաշտ եւ հաղթեցինք։ Ինչա պատմածս, գիտեք, հիշում էի հանկարծակի, ես այդ ժամանակ խռովում էի, չխայնանում էինք, մենք ճիշտ ենք եւ այլն, ոչ։ Ես նոր եմ հասկանում, Աստված հոգին լուսավորի իմ մարզիչի, ինքը շատ խիստ մարդ էր, թե ինքը ինչու մեր հատիս թիմը հասավ բարձրագույն ռեզուլտատի, որովհետև կար կարգ եւ կանոն, դիսցիպլինա, կար հարգանք եւ գիտեք ինչա խոսքս այն է, որ անգամ ընտանիքներում մայրիկն է նորը ճիշտ է ասում, եթե մի ընտանիքը դա մի փոքրիկ պետություն է, դա կապ չունի դու պետություն ես կառավարում, դու թիմ ես կառավարում, թե ընտանիք, եթե այդ տվյալ տեղը ընտանիքում պետության մեջ եւ սպորտի այդ այդ թիմում չկա դիսցիպլինա, չկա օրենք, կանոն, դա երբեք այդ թիմը, տվյալ թիմը կամ ընտանիքում ռեզուլտատ չի գտնի։ Հարգանքներս, Աստված հոգին լուսավորի իմ մարզիչի։ Ես պիտի դառնայի 62 տարեկան, 60-50 տարեկան, որ նոր հասկանայի, որ ինքը ճիշտ էր։ Սա էր այսօրվա իմ խոսքը։ Ժողովուրդ ջան, այնքան հրաշալի եղանակ է, սենց գնում եմ հիշողություններով լի եւ ամենակարևորը գիտեք որն է, որ հիշում եմ ու ծիծաղում ինքս իմ արածների համար, ինքս իմ արկածների։ Արկածը ինչ է կարի, չարաճճություն։ Բալկոնում զագար էինք ընդունում, Անահիտը -25 աստիճանի տակ պաղպաղակ էր ուտում, իհարկե հետևից էլ բավականին շատ խոսակցություններ եւ այլն, բայց ինձ թվում է մարդը չի փոխում, ոնց կանք տենց էլ մնում ենք սիրելիներս։ Իմ բակ մեքենա մտավ, ինձ թվում է քույրս է, գնամ տեսնեմ, ճիշտ ասած այնքան հաճելի եղանակ է, ես երևի թե իրանց էի սպասում, դրա համար չէի գնում այն ծառի մոտը, ես հեսա սպասեմ իրանք գնան ու ես գնամ մինչև վերև մի քիչ քայլեմ, գնամ շուտվանից չեմ տեսել ծառս։ Բարի լույս բոլորիդ, վերջապես Անահիտը համարձակություն վերցրեց եւ անցավ իր մազերի ներկելուն։ Նենց շոկ էր, որ հիմա էլ աչնայած շոկ, որ չես ուզում մի գործողություն կատարես, բայց քանի որ ես այսօր պետք է նաև մաքրեմ լոգասենյակի այդ ապակիները դուշի, հարմար է ինձ, մինչև մազերիս ներկելը, ասենք ազդի, 30 րոպե, 35 րոպե թողնում եմ, ես այն կանեմ, մի անգամից դուշից առաջ, եւ տենց ավելի իմ համար հեշտ կլինի։ Սիրելիներս, ես ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տամ իմ մազերի այդ հատվածը, որ լրիվ մքացել է, ինձ թվում է վիդեոների մեջ է տեսած կլինեք, մի վայրկյան հեսա ցույց տամ։ Ահա սիրելիներս, տեսեք մի հատ իմ մազերի այս մասը։ Ես այն անգամ Աննայի մազերը մեր հայուհու, որ ապրում է մեր քաղաքում, ներկեցի, իրանը չօգնեց, որովհետև ինքը շատ սպիտակ է իր այս մասը։ Իմը սպիտակ չի, տեսնում եք, մի քիչ հատվածը սևային է եւ հիմա կտեսնեք մի քանի րոպեից հետո։ Եվ ուզում եմ մի քիչ էլ մազերս կտրել, դրա համար մտածում եմ ուղղացնեմ նոր կտրեմ, բայց երևի թե չէ։ Այն օրը կտրել եմ տակից, մի քիչ էլ այս անգամ որ կլողանամ, կլվանամ, բարսավիների նման կկտրեմ էլի, կսանրեմ։ Հեսա իմ ներկը օլյան, սա էլ բերել եմ ձեռնոցները, չնայած մեջը կա, բայց ես չեմ սիրում։ Գնացինք սիրելիներս։
Գնացինք, այսինքն մենակ գնացի, որովհետև ներկելու process-ը ցույց չեմ տա։ Դրել եմ մի հատ հետաքրքիր բան, նայեմ եւ ավելի հեշտ կլինի իմ համար։ Что? Ահա, սիրելիներս, մազերս ներկեցի։ Հիմա ես պետք է արդեն ինձ կարգի հրավերեմ, ուզում եմ մի քիչ մազերս կտրեմ։ Չգիտեմ, լավ կստացվի թե վատ, այն կանենք միասին։ Հիմա մի հատ չորացնեմ եւ ուղղացնեմ մազերս, որպեսզի ճիշտ կտրեմ, թե չէ գանգուր մազերի վրա չի երևում։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ես արդեն պատրաստվում եմ մազերս ուղղացնեմ։ Շատերդ գիտեմ, որ սիրում եք գանգրահել, ես էլ եմ սիրում, ուղղակի այսօր պետք է կտրեմ, ես էլ եմ սիրում, ճակերտավոր եմ սիրում, ես այսօր որոշեցի այն ուղղացնել, ունեմ սա և սա բոլորդ գիտեք, արդեն ցույց եմ տվել, շատ գոհ եմ, անգամ քույրերս են գնել, հիմա ես, նայեք տեսեք, հիմա ես կուղղացնեմ, որտև ես մի շաբաթ առաջ ուղղակի սենց եմ, որ առանց ինչ-որ մի նայելու, տակերից մի քիչ կտրել եմ, հետո վերջում ես այն կկտրեմ, մկրատով չեմ կտրի, կկտրեմ մազերը, որ տղամարդկանց մազերը բան են անում, քյաչալացնում են, ոնց են ասում, տոնդեզով, այդ դրանով, բայց կարիք էլ ինձ թվում է չկա, լավ էլ կտրված է, ուղղակի կհավասարացնեմ, մտածում եմ մի քիչ ավելի շատ կարճացնեմ, ուրեմն մազերս դեռ թաց էր, որտև կապել էի, որ թաց մնար, քանի որ շոկ է, ուզում ես անդադ ինչ-որ թրջված ինչ-որ մի բան, որպեսզի հով զգաս, բայց բերեցի եւ չորացրեցի։ Ես, սիրելիներս, չեմ գնել Dyson ֆեն, որովհետեւ ես այդքան չեմ ֆենանում մազերս, ասեմ, ուղղակի չորացնում եմ։ Այ, վառեցում եմ։ Տեսեք, ժողովուրդ, սենց ավելի լավ է, այսենց հիմա ուղղացնում եմ, այսինքն հարթուկում եմ, իմ մազերը բավականին գանգուր են, տեսել եք, սանրեցի, դարավ Դեզդեմոնայի մազերը, ես օգտագործում եմ, գնել եմ Աքսիոնից, այս L ֆիրման ֆենը, եթե չեմ սխալվում, 15 եվրո էր, չորացնում է վայրկյանական և նույն երևույթն է կատարվում, ոնց որ խոսքի մնացած ֆեներին, հենց որ բաներ կա, ճշմարտություն սիրող մարդ եմ ես սիրում եմ ասել այն ինչը կա, ճշմարտություն, այսինքն ապրանքանիշների, ապրանքի բրենդների վրա, դե բնականաբար Dyson-ը չեմ փորձել, չեմ էլ փորձի, 500 եվրո երբեք փող չեմ տա, գնեմ Dyson, որը որ կօգտագործեմ ընդամենը երևի տարվա մեջ 1-2 անգամ, քանի որ ես իմ մազերը թողնում եմ, որ չորանա բնական ձևով, իսկ եթե ասենք շտապում ես կամ ձմռանը, որ լողանում եմ, ես ընդհանրապես աշխատում եմ ցերեկվա կողմը, գլուխս լվանալ, երեկոյան 2 անգամ եղել է, լողացել եմ, գլուխս թաց քնել եմ և ուղղավոր միգրեններ, նևրալգիա է կատարվում, այսինքն վզի հատվածը սառում է և այլն, առաջն այս բաներ չունեի, -25, 30, 40, -40-ի տակ դուրս էինք գալիս և Նավասիբիրսկում և մտնում էինք ավտոբուս, ոչ մեկը չէինք հիվանդանում։ Ես եկեք մազերս ուղղացնեմ և հետո արդեն ձեզ ցույց կտամ ռեզուլտատը գույնի և տարբերությունը տեսակ արդեն, տեսեք տարբերությունը իմ վրա շատ լավ է, իսկ նրանք ովքեր ունեն շատ սպիտակ մազ, միգուցե թե չազդի, չգիտեմ, բայց ես արդեն գտել եմ ձևը, սկզբից արմատներ լավ ներկում եմ, ձեռքով մասաժ եմ անում, հետո թողնում եմ, հետո ես կողմ եկով։ Դե ինչ երեխեք ջան, եկեք հիմա կենտրոնանամ մազերս մի հատ հարթուկ եմ չորացնեմ եւ չգիտեմ ինչու ցանկանում եմ այսքան կտրեմ, միգուցե թե այսքան կկտրեմ։ Մի քիչ շատ է երկար է, միգուցե թե չկտրեմ, չգիտեմ։ Կապելու համար հարմար է, բայց ամեն դեպքում մի քիչ կտրել երևի թե պետք է, չգիտեմ, տեսնեմ, իսկ եթե այսքան կտրեմ, դե լավ, անդադ հիմա, գիտեք չէ, մի բան, որ իմ մտքի մեջ, գլխիս մեջ կա, դա մինչև ի կատար չածեմ, դա չի անում, որ ասում եմ արկածային, գնացինք։ Ահա սիրելիներս, ձեր Անահիտը մազերը որոշեց չկտրի, ինձ թվում է այսպես ավելի լավ է,
Հետո կորոշեմ, մի քիչ երևի օգոստոսի սկզբին մի քիչ կկտրեմ տակը։ Լավ էլ կտրել է առանց ուղղացնելու մի 2 շաբաթ առաջ։ Ահա, տեսեք, մազերիս գույնը փոխվեց եւ ես այն արեցի դժվարությամբ, բայց ներկեցի։ Դե լավ, գնամ հիմա անցնեմ իմ գործին, ունեմ բավականին գործեր, ուզում եմ մի քիչ տունը հավաքեմ, այս ննջասենյակները բաներ կա պետք է տեղավորեմ եւ մի քիչ կհանգստանամ, հեռախոսս արդեն մնացել է 10% զարյատկայի դնեմ եւ հետո կմիանամ ընթացքում։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, նատ գնանք տեսնենք մաման ինչ է անում։ Ես լավաշի մատնակաշի հոտ եմ առնում, մատնակաշ է սարքում այսօր։ Ճիշտ ասած, եկավ ասում եմ, քո մոտ լավ ով է, իմ մոտ լավ շոկ ասցի, կանցիչաները միան շամայր իմ հեզուհագին։ Մամանյա։ Մամունյանա։ Տեսեք ինչ է պատրաստել իմ սիրելի մայրիկը։ Ինչ հացեր են թխել, ինչ մատնաքաշներ են թխել։ Այ չուտողին, վայ չուտողին։ Ինչ մատնաքաշներ են։ Ես գնամ քայլում։ Սիրելիներս, դուրս եկանք մայրիկի հետ քայլելու, մի քիչ ասի մամ ջան քայլենք։ Մամ ինչ սիրուն է տեսարանը հետևը։ Շատ։ Ահա, այս էլ մայրիկը։ Доброе утро, девчат։ Բարի լույս ձեզ եկել եմ հարևանուհուս տուն։ Մի քիչ նստեցի օրդինատորի վրա, օրդինատորը հեռախոսին բաներ նայեցի, հետաքրքիր ռեպորտաժ նայեցի մի հատ։ Օլալա, մամ, մրջուներին տեսել ես քո մոտ, էս ինչի են եկել այդ կողմի վրա։ Հա, վերջը ռեպորտաժ էի նայում ու ինքս ինձ ասում եմ մարդը, որ ձգտող է լինում, հասնում է իր նպատակին։ Կարտոններն էլ չեմ վարում, վախենում եմ։ Չէ, մի վարի։ Այն օր ասեցի, չէ, բանի Ժան-Կլոդի մոտը պաժար էր ինգի։ Ինչ բաժար։ Բաբով այդ պաժարներն եկան են, որ կամիոններով գալիս են, պարզվում է Ժան-Կլոդի կայծակը հենց խփեց ծառի վրա, ծառը վառվ է, մամ։ Եկան այ այստեղից ջուր վերցրեցին։ Դե գիտես չէ, որ գյուղատնտեսները կոնտրակտ են կապում այդ պաժարների հետ, որ հանկարծակի, ասենք, որ ջուր են ունենում են, մեծ բաքերով կովերի համար, այս դիմացի այս բանը, մարդը, որ այս հողերն առել է, պուլայոնը, որ գնացինք հարսանիքին, ինքը ստորագրել է, որ հանկարծակի աստված չանի, պաժար լինի, պաժարները գան իրանց այդ բաքից մեծ ջուր վերցնեն, այ մարդ, պաժարը Ժան-Կլոդի մոտ է եղել, ինչի է եկել, տեսնեմ կամիոններ դտեղ կանգնած, Սերժն ասեց եկան լրի ջուրը պոմպե արին, մամ։ Հա բա, բայլուս մամ ջան։ Բայլուս, բարա ջան։ Էդ ինչ գեղեցիկ բլուզ ես հայկել։ Ով է այդ բլուզի հեղինակը։ Աղջիկն է գործը։ Սուսաննա գործը ժողովուրդ ջան։ Ոնց ես մամ ջան, ինչ ես սարքում, հավի հոտ եմ առնում։ Երեք ընդհանրապես Սուսանն էլ խորհուրդ տվեցի։ Մի վարքյան։ Ընդհանրապես Ջանջերը խոսի։ մտնում են ներս։ Ընդհանրապես չինացիները հատկապես շատ են նայել դրանց հաղորդումները։ Ուրեմն դրանք դե խոս շատ են օգտագործում անչափ։ Չինացիները խոս։ Շատ։ Իրանց առաջի սննդամթերքը խոսն է։ Ուրեմն մեծ կտորները վերցնում են յուղոտես յուղերի վրայով, նախորդ խաշում են։ Լիստով, գազարով, սև բիբարով, համեմունքներով, դե իրանք համեմունքներ շատ ունեն։ Խաշելուց հետո նոր իրանք ժայթ են անում, ընդհանուր մեծ այդ յուղը, իրանց յուղը կա, չէ, յուղը հալում էր, այդ խոզի յուղը, վերջը Սուսանը այդենց հաստ խոզի բադեր արել, Սուսան չեն ասի, նախորդ կխաշես, լավրորոլիս կգծես գազարա, սև բիբարա եւ այլ համեմունքներ կգծես խաշես։ Սուսանն էր այն օր զանգի ինձ ասեց։ Հետո ես էի ասել, հետո ասեցի կհանես, լավ իրան ինչ որ կսարկես, սոուս կսարկես իր համար, այն չինական են բաներով։ Սոյայի սոուսը։ Հետո բիբար կգծես, կարմիր բիբար եւ այլն, կսարկես ու լավ վրձինով կգծես, հետո կտնես փուրը։ Ինքը կարմրում է։ Նինջայի մեջ արեցի ես մամ։ Հա, նինջայի մեջ է արել։
Հետո որ կդրում ես, ոնց որ ուտում ես բերանը մեջ հալվում է։ Խոզի համը հանում է։ Հա, հետ արել է մամա ասում է, «Էդ ինչ համով եղավ»։ Հիմա 3 հատ էս խոզի բաներ ունեմ, մատեր ունեմ, այսպես ոնց բանով։ Այսօր մեր մոտ Կիրակի է եւ մի հատ տերև չի շարժվում, բայց առավոտները շատ հաճելի է դուրս նստել։ Առավոտը դե մենք դուրս չենք խմում այրիկի հետ, որովհետեւ արդեն նախաճաշել ենք երկուսս էլ, պարտադիր նախաճաշում եմ։ Ահ, այս ինչ լավ քամի եկավ, ասեցի քամի չի խաղում, քամի եկավ։ Հիմա մտածում ինչ պատրաստեմ, կպատրաստեմ մեր Ռեհանը, մայրիկի Ռեհանը լավ ատել է։ Կպատրաստեմ մի հատ հունական սալատ, աղցան։ Հետո կարտոֆիլ կանեմ, փոքր կարտոֆիլներ ունեմ եւ մտածում եմ ինչ միս տապակեմ։ Երևի թե խոզի մատեր, մատ չէ, խոզի չալախաժներ ունեմ, այն օրվա պես պատրաստեմ սոխով, պաներով, դնեմ ջեռոցը, բայց քանի որ մենք չեմ ուզում ամբողջ ջեռոցը վառեմ։ Ահա, մամ ջան, էփի, նինջայով կանեմ։ Նայած քո խոզի մեծության, ծերության, էլի։ Հա։ Նայած խոզիդ մեծության։ Մեծության չէ։ Օրինակ Սերժեն Դոմինիկի մոտից որ բերում է, այն բաները մամեն շիպոլետան բան։ Այդ մատեր ինքը շատ մատխաշ մատեր էին, դրանք մի վարկյանում եղավ էլի։ Մամ զգուշ չընկնես, հա։ Սերժը նորից սմբուկ է բերում, ես շատ ուրախ եմ, սմբուկն այս տարի բավականին շատ է եղել, սող սմբուկ պղպեղ։ Այսօր որոշել եմ խորովել հաց գնել, քիվի, այսօր ողին քիվիներն է շատ համեր, եւ եմիշը ամեն ահավոր սուր հոտ ունի, ես որպեսզի այս հոտը չընկնի սառնարանով մեկ, մի քիչ ես այդ կողմից հիվանդություն ունեմ, ես երևի թե սա կկտրատեմ եւ կլցնեմ, միանգամից կդնեմ մի հատ ամանի մեջ եւ այն ավելի հեշտ կլինի եւ Սերժի համար, եւ բոլորիս համար եւ կփակեմ, կդնեմ սառնարանը։ Քիվին մի հատ եղավորեմ, կարելի է որ ապրում ես Ֆրանսիայի Լիմոդում, ինձ հարց էր տվել, Անայք Ֆրանսիայում եմիշը ուտում են ծխացած երշիկի հետ, այդ ժամբոն դպեի, Իսպանիայում խամոն են ասում, այո, ես այսօր այդպես կմատուցեմ, եթե տեսնեմ ունեմ, ես եմ ծխացած երշիկի ձևը դնել եմ, ես այսօր կանեմ պամիդորը, մոզարելա եւ ռեհան, միայն ռեհանով, մի քիչ ռեհան վրա եւ սոյայի սոուս, սա սպիտակ վիչինան է, որը ինչպես տեսնում եք, մեջը սև բան կա, բայց սա կանաչի է, կանաչիով են արել, սև պղպեղ մեջը, եւ ես գնել եմ այն օրը եւ մոռացել։ Այ այսպես դնենք, որ այսպես դնեմ, որ Սերգեյներ հիշի, ես էլ հիշեմ, որովհետեւ սա շատ առողջարար է։ Որոշեցի վերջին վարկյանին փոխել իմ մենյուի մենյուն։ Երշիկները եւ եմիշը կդնեմ սկզբից, հետո լոլիկը կկտրատեմ մի քիչ մոզարելայով կամ ֆետայով կտեսնեմ ռեհանով եւ պատրաստում եմ կարտոֆիլ, կարտոֆիլը միանգամից տապակում եմ հենց մեջը եւ կարեւորն ասեմ ձեզ, որ ես այն անում եմ առանց մաքրելու, որտեղ սա Սերժի հարևանն է տվել, նոր կարտոֆիլ է։ Եկեք մի քիչ ուղղակի մաքրտեմ այս կողքերից։ Ժամը 11:20 է, այսօր Կիրակի է, Սերժը իր ընկերների հետ ապերետիվի է, սա մի քիչ մեծա կտրատենք, այս կողքից ուղղակի հանում եմ, որը որ, վալա, ինչպես եք ժողովուրդ ջան, հուսով եմ, որ ամառը անցնում է հրաշալի, ուրախ, զվարթ, ես սպասում եմ ձմռանը, բերեք ամբողջ երևի մի 2-3 ամիսա մեկը տես բան չէին գրել, երեք մեկը գրել է անցալոտ մի մարդ, երևի մտել այն բլոգի մեջ, որ ասում եմ, բլոգի չէ, շորտի մեջ ասում եմ, խենթանում եմ ես ես կայծակի, չէ, ես այդ խենթանալ բառը չեմ ասել բլոգի բանի շորտի մեջ, բլոգն եմ ասել, երևի բլոգն է նայ, ինչ կա խենթանալու այդ եղանակի,
որ խենթանում ես, բացատրեմ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրությունը, յուրաքանչյուր մարդ սիրում է եղանակի տարբեր սեզոններ։ Ես շատ եմ սիրում աշունը, ձմեռը։ Գարունը, որ ասեմ, այտենց ոչինչ, չնայած գարունն եմ ծնվել։ Ամեն մեկի նախասիրությունն իրենն է, սիրելի տիկին։ Ինչ եք զարմանում, մի զարմացեք։ Զարմանքը լավ բանի չի բերում։ Կարող եք զարմանալ, բայց արտահայտվելու ձև կա։ Եվ ինտոնացիան ինչի վրա եք դնում, էլի շեշտը։ Պատասխանեց ինձ Թումա հարցին, ձեր ինչու եք դուք զարմանում, ինչ կա խենթա, թե ես այդ եղանակը խենթանալու բան է, շատ սիրում եմ կայծակ, սիրում եմ անձրև, ոսեց առատ գալիս է, սիրում եմ ապելի գորգրոցը, բայց անգամ մեքենայի մեջ եմ եղել մի քանի անգամ տենց հաճելի է դուք պատկերացնում, ոսեց խփում ա երկինքը սենց չխայնանում է, բարկանում է ձեր նման նեգատիվ մարդկանց վրա։ Ինչ որ այա սիրելիներս, շատ եմ սիրում, ձմեռներ եմ սիրում, այնպես որ գարնան, գիտեք երբ եմ սիրում, մարտ ամիս իմ ծննդի այդ ժամանակ, ամառը այդ շոքերը տանել չեմ կարողանում։ Հիմա եկեք ինձ սբանեք, որ չեմ սիրում, ասեմ, սիրում եմ երեխեք ջան, իտալական սոսեր անեմ մի քիչ մեջը և այն սկսենք խառնել։ Ես իտալականի մեջ էրբը պրովանսել կա, գիտեք, ունակ շատ կծուել եմ ուզում, բայց իմ ամուսինը չի սիրում կծուել, չո է տակոյն է, էլի։ Մեկ շատ եմ լսնում, են անգամ շատ է լսել, Կարլային ասի, Կարլա չես կարող, տես չի ասում, ամա ես էլ եմ սիրում կծուել, ասի, Хорошо, все хорошо, значит, գնաց։ Երկու Եվ խամել մեր Հայաստանից բերած դանակները, սա փրկություն է ևիշ կտրելու համար։ Ասեմ իմացեք, էլի ժողովուրդ ջան, ասեմ իմացեք։ Որ տեսնեմ ինչ եմ անելու սրանով չնայած ունեմ սմբուկներ և շատ կարևոր է սա ես Ֆրանսիայի եմիշներից ունեմ սուր հոտ է գալիս ոչ թե վատ, այլ հենց որ կեղևից, ոչ թե իրանից հիմա կփորձենք տեսնենք ոնց է ինչ է իրանից ներկայացնում այս մեկ ոչ մի դանակով ֆրանսիական չես կարող այ այսենց մաքրել։ Իրանք կեղևով են դնում սեղանի, ամեն մարդ իր կեղևը հանում է։ Ու սենց երկար դիլիմ կտրում են։ Լավ եմ, չէ, բառերը տարբեր ազգերի բառեր օգտագործում։ Ինչ լսել եմ, դա էլ օգտագործում ենք սիրելիներս։ Այ այսենց երկար, որ հյուրեր են գալիս, դնում ենք այսպես, վերջի րոպեին կարակ եմ դնելու, որովհետև կարակով են ուտում, ողորմածիկ կեսրարս միշտ կանչում են իրաստուն, առաջինը ամառը մենք անդադ եմիշ ու ժամբոն։ Լավ ընտրություն ասիրի ժանարել։ Առաջին անգամ կեսուրիս տունը, այլիքը նոր էր եկել էր մեր մոտ հարսանիքիցս առաջ է, թե հարսանիքից հետո հրավիրեցին իրաստուն մայրիկին և դեիս արդեն կերել է սեխը ոչ թե կտրում եք այ այսենց, այլ սեխը կտրում եք այդ դեպքում այ այսենց, որ ավելի խորը լինի այդ անցքը սեխի մեջ լցնում է պորտո գինին, պորտո միայն և միայն պորտո և վիչինաների է ծխացրած այդ վիչինաների վրա կարակը սենց երկար կտրատում եք, լավ թարմ հացը կողքը և ամեն մեկը պիտի դնում է ամեն մեկի դիմացը սա պորտոյով այդ խմիչքով ու սենց գտալով ուտում ես։ Սա իրանց տրադիցիոննի հին ժամանակների այս կողմի ժողովրդի
ինչ ասեմ, դելիկատեսնի ուտելիքն է, ուտեսնա, որը որ իմ սկեսուրին սովորացրել է իր հորաքույրը, ով եղել է Մոնակոյի, ոնց են ասում, Մոնակոյի եկեղեցու տերտերչի, ոնց որ բան է, եպիսկոպոսի կաթոլիկական եկեղեցու գլխավորի խոհարարն է եղել, ինքն է մանաշկայ է եղել, իմ սկեսուրի հորաքույրը, շատ ուժեղ խոհարար է եղել, սովորացրել է սկեսուրից տես մի ջուր բաներ։ Փորձեք նաև, եթե պորտո չունեք, փորձեք նաև քաղցր գինիով երեխեք հայկական Հայաստանին։ Ուսմեկը չէ համտեսեցի։ Ես երևի համտեսեմ, էլ հաշ չուտեմ։ Տեսնեմ կարող եմ նենց անել, որ չլղջում։ Գիտեք ինչ ինքը շատ սարն է սիրում Սերգեյը, դենանք սարնարանը, մինչև իրագալը լավ 20։ Ամսի 26-ին բանն է այդ կոչվում է բկրիկների քայլ, այսինքն իրենք 13 կիլոմետր քայլում են, անցատարի կարծեմ նկարահանել եք, քայլում են, սկսում են ժամը 18-ին, 6-ին, գնում են այս կողքի վիլաժից, որտեղ որ իմ սկեսուս կեսարի գնում միշտ գնում եմ Գերեզման, այդտեղից են սկսում, ինչ որ կանգնում են առաջին տեղը, խմում են ինչ որ զովացուցիչ, ապերետիվ, հետո կանգնում են մի տեղ ուտում են, հետո երեկոյան քայլում են, նորից շարունակում են քայլում, մինչև այդ նորից հետ են գալի այդ վիլաժը, այդտեղ արդեն պաղպաղակ, դեսերտ, եւ հետո արդեն ինչ որ համեր քայլելու, կաշխատեն նկարել, եթե չհալարեմ, երեխեք ջան, եթե չհալարեմ կգնամ անպայման, եթե շատ շոգ չլինի։ Ժողովուրդ ջան, դե լավ գնացի ես, մի հատ գնամ վենտիլատորը բերեմ, վենտիլատորը բերեցի, մի հատ միացնեմ վենտիլատրիկը, որովհետև ալիքում ենք եղել ինչ ձևի, հիմա սոխն էլ տապակենք, մի քանի ժամանակ առաջ ինձ հարց էին տվել սպորտի հետ կապված, այսօր ուզում եմ պատասխանեմ, բայց սա դնեմ շորտ որպես, գնամ ձետ բերեմ, ձետ վերջացել արդեն։ Այսպես լավ կարմիր պղպեղով եմ անում, որովհետև կարմիր պղպեղը շատ լավ հոտ է տալիս և սա տապակենք, ժողովուրդ ջան, ինքը թող տապակվի, չեմ վախենում, որ վարվի, կմոռանամ, որտեղ այնքան գործ ունեմ անելու, գնում եմ մի կողմի վրա և մոռանում, և դա մարդու համար է, սիրելիներս, կարտոֆիլը կանգնեց, վերջին րոպեին ինքրովից։ Ահա ժողովուրդ ջան պատրաստեցի, խառնեցի լրիվ իրար հետ, սոխարացի հետ, մի քիչ սամիտ, ահա, մեր կարտոֆիլ պատրաստ է, համեղ, հյութալի, բարյա խոժակ։